YouTube ալիք It's Narek-ն է եւ մենք այսօր նկարում ենք վիդեո, որը նվիրված է FK Mobile 2025 խաղին։ Ով հաց է ուտում նրան բարի ախորժակ, իսկ մենք սկսում ենք այս վիդեոն։ Ինչպես տեսնում եք, հայրենակիցներ արդեն մենք մտանք եւ մեզ տալիս է 90 հատ այսպիսի ժետոն։ Եվ հեսա մենք կխաղանք։ Ինչպես դուք արդեն տեսնում եք, մենք վերցնում ենք սա։ Վերցրեցինք 200 սամացիետը, վերցնում ենք 1 հատ մասկերանո եւ ոչ։ Տեսնենք մեզ ինչ նվերներ են տալիս։ Մեզ տվեցին 5100 սամացիետ եւ տեսնենք այս ինչ նվեր են 50 սամացիետ։ Մտնենք, մասնակցենք հարցաշարին։ Ինչպես տեսնում եք, ես արդեն ունեմ 219 միլիոն կոպեկ եւ 5924 սամացիետ, համարյա 6000։ Եվ գնացինք։ Այստեղ ասում է, որ թիմի մականունն է Կլինկի, իմ կարծիքով այսա ոչ սխալ էր։ Ժողովուրդ օգտվեք եւ դուք ճիշտ պատասխանը նշեք, ով խաղում է FK Mobile 2025։ Իհարկե Կրիստիանո Ռոնալդոն։ Կոպա Ամերիկան իհարկե իմ կարծիքով Արգենտինան, սա ճիշտ պատասխան է։ Որ սեզոնում UEFA Champions League-ը փոխեց Եվրոպա կլուբը, իմ կարծիքով 94-95-ն է, ոչ սխալ է 92-93, որ ֆուտբոլիստին են ասում Կարոլ Էրիկ, այսինքն թագավոր Էրիկ, իմ կարծիքով Էրիկ Կոնտոնային, սա ճիշտ պատասխանն է, որտեղ նա շատ ուժեղ է խաղում, ոնց է կոչվում ստադիոն Տոտենհեմի Հոսպուր 2025 թվում, իմ կարծիքով Տոտենհեմ Հոսպուր ստադիոն, սա ճիշտ է, ով է ամենաուժեղ խաղացողը ամբողջ պատմությունում Բարսելոնայում, իհարկե Լեո Մեսին, դա պարզ էր, սա Լեո Մեսին է, ոչ Ռոնալդո Նազարյան, որ թիմն ունի ավելի շատ սերիա A մրցանակը, իմ կարծիքով Միլանը, ոչ Յուվենտուսը, ով է խփել շատ գոլ Եվրոպա Չեմպիոն լիգայում, իմ կարծիքով Ռոբերտ Լևանդովսկին, ոչ Կրիստիանո Ռոնալդոն։ Ոնց հասկացաք, արդեն ես չեմ սիրում Կրիստիանո Ռոնալդոին, այլ սիրում եմ Լեո Մեսին, բայց հիմա մենք կարող ենք գնալ բացել մի հատ պակ, չնայած մի հատ չէ, այլ պակ է։ Սպասենք բացի։
Եվ մենք կբացենք այս 3029 թվականոց սպակը, որի հավանականությունը կարող են գնել 104-ից 109։ Ինչպես տեսնում եք, 109 խաղացող կարող են գնել 1.59%-ով, իսկ 104-ից ավել կարող են գնել 100%, դե դա պարզ է։ Եվ հիմա թերթենք և բացենք։ Ես կուզեի ինձ գնել 106 կամ 107 խաղացող։ Եվ բացում ենք։ Բացվեց։ Եվ սրդային, սրդային, և այս թիմի են, բայց սա 104 խաղացող։ Հիմա մենք կարող ենք գնալ մի հատ 2500 սվետանոց բակ բացենք, որը հիմա կանենք, նորից թերթում ենք և բացում։ Եվ հետո սրանց հետո ձեզ ցույց տամ թիմը, դուք կգրեք ձերը որ ռեյտինգով թիմն է և կգրեք հավանականություն։ Հիմա մենք բացենք այս հակը։ Իտալիա, Սպայն և Լեվ։ Սա 105 ռեյտինգանոց խաղացող է։ Հիմա ցույց տամ իմ թիմը ձեզ։ Ժողովուրդ ջան, եթե դժվար չի բաժանորդագրվեք իմ լինքին, այս վիդեոն դրեք լայք և բոլորին վիդեոներին և տարածեք, հայերս տարածեք։ Հիմա նայեք իմ սաստավը, տեսեք լավն է թե ոչ։ Իմ համար իմ սաստավը լավն է։ Եվ հիմա գնանք обмен անենք։ Գտնենք ժետոն։ Եվ մենք ստանում ենք 4600 ժետոն, որ ընդհանուր ունենք 5600։ Հիմա գնանք տոպկոյնը պատկացենք, տեսնենք այնտեղից մեզ ինչ կգնի։ Ես այս վիդեոն նկարում եմ 10:53, իսկ դուք գրեք, թե ձեր մոտ քանիսն է ժամը և քանիսի եք դուք այն նայում։ Դե ինչ մտանք տոպ պրեմիան։ Եթե այս վիդեոն չհասցնեմ, ես մյուս վիդեոյում, որը էլի նվիրված է այս խաղին, կխաղամ նաև այնտեղի ֆուտբոլային խաղերը և կպարապեմ այդպիսի կոչված տրենիրովկաներ կանեմ այս խաղում։ Նաև մեկնաբանություններում գրեք, թե ինչ խաղ կարելի է նկարել և ձեզ ինչ է տուր գալիս։ Լավ, եկեք տոպվի մեջ անենք։ Հիմա քանի որ այս վիդեոյի մեջ չենք հասցնի խանքն, ես զգտնենք տեսնենք սա վիդեոյում ինչ վերնեն են մեզ տալիս։ Ես այս բաները չեմ բացում, իշդնիվնի Սատանյան ամենօրյա Սատանյաները և մեզ տալիս է 200 սմացվետ, վատ չի։
Դե ինչ գնանք հիմա վսատը կխաղանք։ Ես խաղում եմ վսատակը, որովհետև իմ մոտ չի բացում равноядра կամ Division Trainer-ը։ Նաև դուք կարող եք տեսնել, թե ես ոնց եմ խաղում ուժեղ թե վատ, լավ կամ վատ։ Այս տարիցին վերներ, դե ինչ գնանք խաղանք։ Ես լյուբիցել 3 եմ, այսինքն հավանակ 3, ես ավելի շատ սիրում եմ Բարսելոնա, քան Ռեալ, այսինքն սիրում եմ Բարսելոնա ու Մեսսին, դրա համար ես ձեռն եմ Իսպանիա, քանի որ չէի ուզում դնել Բարսելոնա իմ թիմը, իսկ հիմա ես խաղում եմ Ռեալ Մադրիդի հետ։ Եթե մեկը ուզում է իմ դեմ նույնպես վսատակը խաղա, կոմերում գրեք ձեր ID-ները և մենք իրար հետ կկապնենք խաղանք։ Ինչ, մենք մտանք խաղ։ Ես մի 4-5 անգամ կխաղամ վսատակը, որպեսզի մրցանակները ստանամ, դե ինչ, սկսեցինք։ Եվ Ֆրանկ Ռիբերին չի կապում սուպեր գոլ։ Գոլը խփում, հաշիվում 1-0-ի օգուտ ինձ։ Ես հիմա կփորձեմ հերույց քիքեմ։ Եվ ափսոս Ռիբերի մոտակնդակը որպես տալիս Էվսեբյան կորցին կնդակը Ֆրանկ Ռիբերի և կոր երկու ծրավ ուտից և պահանում Եվ ժամանակը սպառվեց, և ես հաղթում եմ 3-0 Ռեալ Մադրիդի։ Գոլը խփել է Էվսեբյան, Ռիբերին և նույնպես Էվսեբյան, այսինքն Էվսեբյան արել է դուբլ։ Քանի որ էլ չենք հասցնի խաղանք, ես այս վիդեոն կսահմանափակեմ այսքանով, գրեք կոմերում, թե ինչ նկարեմ ես, և մյուս վիդեոն նույնպես կհելնի FK խաղում։ Դե ինչ, ստեսություն բոլորին, մաղթում եմ առողջություն, հաջողություն։